Ողջույն, եթերում Մոլորակ ռադիոն է։ Ձեզ հետ հարավային դպրոցի առաջին դասարանցիներն են։ Մայիսի 20-ը Մեղուների համաշխարհային օրն է։ Մեր կրթահամարիլում սկսվել են Ջոն Մեղվի նախագծերը։ Մենք այսօր Մեղուների մասին մի քանի փաստ կպատմենք ձեզ։ Մեղուները ապրում են ընտանիքով։ Նրանց ընտանիքին ասում ենք պարզ։ Մեղուների ընտանիքում ապրում են մի քանի տեսակի մեղուներ։ Այր մեղուն ծվաճում է և կառավարում է ամբողջ փեթակը։ Նա չի աշխատում, բոլոր մեղուները ծառայում են նրան։ Աշխատող մեղուները աղջիկ մեղուներն են։ Նրանք հավաքում են ծաղկափոշի և նեկտար, մաքրում են փեթակը, պաշտպանում են այն։ Նրանք թափահարում են իրենց թևերը և ոտափողում փեթակը։ Աղջիկ մեղուները կարճ ժամանակ են ապրում։ Մեղուները շատ են սիրում ծաղիկներ։ Նրանք թռչում են ծաղկից ծաղիկ, նեկտար և ծաղկափոշի հավաքելու համար։ Այդպես նրանք օգնում են բույսերի բազմանան, փոշոտում են ծաղիկները։ Նրանք նեկտարը բերում են փեթակ, որտեղ այն փոխվում է համեղ մեղրի։ Մեղրը նրանց սնունդն է, մեղր մենք էլ ենք ուտում։ Մեղուները ապրում են փեթակում։ Այն ունի 6 անկյուն բջիջներ, որտեղ պահվում է մեղրը, ձվերը և ապրում են մեղուները։ Մեղուները պարում են։ Երբ աշխատող մեղուները գտնում են շատ նեկտարով ծաղիկներ, վերադառնում են փեթակ և սկսում պարել, ուրիշներին ցույց տալու համար, թե ուր թռչեն։ Առանց մեղուների շատ բույսեր չէին բազմանա, և մենք չէինք ունենա մրգեր և բանջարեղեններ։ Նրանք իսկական բնապահպան հերոսներ են։ Պզան, պզան, պզպզան, պստիկ մեղուն տստզան։ Աշտ ու հովիտ կշրջես, բարձր սարեր կթռչես, սուսան սմբուլ կծծես։ Ու ոտքերով թաղամաս, փոշի առաջ դու կգաս։ Այսքանը մեր սիրելի մեղուների մասին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։